Բարի երեկո Աստծո ժողովուրդ։ Սովորությանս համաձայն ուզում ձեզ մի փոքր կիսվեմ այսօրվա իմ կարդացած համարներից մեկի մասին, դա գրված է Եսայի 66:2-ը։ Բայց միշտ կբացենք, ասես մի հատ բան ասեմ ժողովուրդ ջան, աշխարհում ապրում է մոտավորապես 7-ից 8 միլիարդ իմ լսելով, ու գիտես ինչ, ոչ բոլորին է, որ Աստված մտիկ է տալիս եւ նայում է։ Մարդը ճանապարհը բռնել դեպի իր վախճանն է գնում, տենց էլ նեձել է, որ ասում է դա բոգա։ Այդ մարդը Աստծո հետ ոչ մի կապ չունի եւ մի մալոտ է, սենց իր համար այդ մեծ, մարդը մի օր կմեռնի։ Բայց Իրանի են մարդուն, որ Աստված նայում է մտիկ է տալիս, որովհետեւ այդ մարդը Աստծո համար հետաքրքիր է։ Ուրեմն Եսայի 66:2-ում հետեւյալն է գրած. Այսպես է ասում Տերը, ես սրան եմ մտիկ տալիս խոնարհին եւ կոտրած հոգի ունեցողին եւ իմ խոսքից դողացողին։ Ուրեմն տեսեք ինչ հետաքրքիր բան է ասում, չի ասում ես սրան եմ մտիկ տալիս խոնարհին կամ կոտրած հոգի ունեցողին կամ թե չէ իմ խոսքից դողացողին։ Եվ այսինքն այս երեքը միասին է գործում։ Իշ մեկ անցած անգամ 5 պունկտի մասին ասացի, թեթևի մեջ, այստեղ 3-ն է ասում. ես սրան եմ մտիկ տալիս խոնարհին եւ կոտրած հոգի ունեցողին եւ իմ խոսքից ինչ դողացողին։ Աստծո խոսքից, գիտեք, Աստված իր խոսքը իրանից վեր է դասել, ժողովուրդ ջան, իրանից բարձր է դասել իր խոսքը, եւ այդ խոսքով է, որ երկիրը արարվեցավ, այդ խոսքով է, որ այսօր կանք եւ մնում ենք բոլորս։ Եվ ասում է Երանի են մարդի, որ իմ խոսքից կդողա եւ կխոնարհվի եւ կոտրած հոգի ունեցողին։ Ասում է ինչ կանեմ, ես նրան մտիկ կտամ։ Այսինքն նման մարդու հետ Աստված գործ ունի, սովորացնելու բան ունի, հասկացնելու եւ խոսալու բան ունի։ Նման մարդը, որ կարա կատարելությունից կատարելություն գնա, փառքից փառք գնա։ Մեկը, որ կոտրած հոգի չունի, մեկը, որ Աստծո խոսքից չի վախենում եւ մանավանդ չի խոնարհվում, Աստված իր հետ չի կարա գործի։ Եվ ես ասում Երանի թե ես ու դու լինենք այն մարդը այդ բազմամիլիարդանոց մարդկանցից, որոնց վրա Աստված մտիկ է անում։ Որտեւ հաճենում է այդ մարդկանց համար, գործ ունի այդ մարդկանց կյանքում, աճեցնելու, բան ունի վստահելու։ Ուզում ես որ Տերը քեզի մտիկ տա այդ 8 միլիարդի մեջից հատուկ։ Ես գիտես, նույնիսկ եթե հազարներ լինեն, 100,000-ներ լինեն, որ խոնարհ են եւ կոտրած հոգի ունեն եւ դողում են Աստծո խոսքից, Աստված միաժամանակ կարա բոլորի մտիկ անի։ Բայց արի ես ու դու լինենք դրանցից մեկը։ Ամեն։ Դե ոտքի կանգնի աղոթենք, ասենք Տեր սովորացրու մեզ քո խոսքը հասկանանք եւ քո խոսքից վախենանք։